Կան մարկանց աղվեսների մի տեսակ էլ, որոնք չգիտեմ ինչու հիմնականում սովորաբար փորձում են փչացնել երիտասարդներին, երիտասարդ քրիստոնյաներին, հավատացյալներին։ Նրանք ինչ են ասում, նրանք խորամանկ աղվեսի նման են սկսում զրույցը։ Ասում լսի, դու սիրուն, սիմպաթիշնի, բոյով, բուսաթով, տեսքը տեղը, խելացի, կարմիր դիպլոմ ունես, մշակութային մարդ ես։ Ինչ ես կորցրել այդտեղ, ինչ ես խորացել այդ կրոնի մեջ։ Ինչ ես շարունակում կարճած մնալ այդ հին եւ հնացած հավատալիքներից, որոնք համատեղելի չեն ժամանակակից մեր պահանջներին եւ առաջընթացի հետ։ Սրանք աղվեսներ են, որ մոտենում են, բայց ես չգիտեմ ինչու այսպիսի աղվեսները միշտ մոտենում են ու փորձում են փչացնել երիտասարդներին։ Եվ այդ միամիտ երիտասարդը հանկարծ եթե կուլա տալիս խայծը, նա սկսում է մտածել, թե ինքը իսկական հրաշք է։ Հրաշք մեկն է, այս ինչեր ասեց։ Իրա ներսում սկսում է ինչ անել, հպարտանալ, մեծամտանալ, գոռոզանալ։ Մի փոքր թթխմորը Պողոս Առաքյալն ասեց, խմորում է ամբողջ զանգվածը։ Հեռու մնանք այդպիսի աղվեսներից, որովհետև նրանք մեծ վնաս կհասցնեն մեր կյանքին։ Եվ վերջաբանը ունենք աղվեսներ, ունենք փոքրիկ աղվեսներ, նաև ունենք պատվեր, ինչ անելու, բռնելու։ Սա Տիրոջ հանձնարարականն է յուրաքանչյուր քրիստոնյային։ Բռնելու աղվեսներին։ Բայց ինչպես բռնենք։ Հարց է առաջանում։ Ինչպես բռնենք աղվեսներին։ Եթե այս խոսքի ընթացքում դու բացահայտեցիր, որ քո կյանքում էլ կան փոքրիկ մեղքեր, փոքրիկ աղվեսներ, դրա բռնելու ձևը խոստովանությունն է Տիրոջ առաջ։ Որ մենք խոստովանենք, Տեր, այո, մենք թույլ ենք տվել, որ այս աղվեսը մտնի։ Թույլ ենք տվել, որ այս աղվեսը գա մեր այգիներում հանգիստ շրջի։ Հաճախ մենք նույնիսկ շատերս համակերպվում ենք փոքրիկ մեղքերի հետ եւ դրանք արդեն մեզ համար էլ մեղք էլ չեն համարվում։ Արդեն վատ սովորություն են համարվում։ Մենք դրանց մեղքի տեղ էլ չենք դնում։ Ասում ենք թող գնա իր գործը անի, այգիներում պտտվի։ Ոչ, Տերը ասում է բռնեք դրանց։ Եվ Սամսոնի ճարպկությամբ ես կուզենամ, որ բռնենք մենք այդ աղվեսների, ինչպես Սամսոնը բռնեց։ Եվ ինչ արեց, իրանք պոչերից կապեց, ճրակը դրեց վրան, ասեց գնացեք փղշտացիների այգիներում մանեկեք։ Իմ այգում դու չպետք է քայլես։ Ես թույլ չեմ տալիս, որ դու մտնես եւ ավիրես իմ կյանքը։ Գնա աշխարհ, ինչ ուզում ես արա, գնա փղշտացիների այգիները հրդեհի, բայց իմ ծաղկած այգիները դու չես կարող ավիրես։ Ամեն մեկս պետքա հսկենք մեր այգիները։ Սա Տիրոջ պատվիրանն է, որ հսկենք եւ բռնենք։ Կան մեղքեր, գիտեք ինչ, մենք իրանցից պրծնելու միակ բանը պետքա փախնես այդ մեղքերից։ Կան մեղքեր, որոնք պետքա չդիպչես դրանց։ Կան մեղքեր, որոնց պետքա չնայես դրանց։ Կան մեղքեր, որոնք պետքա հաղթահարես Տիրոջը մոտենալով։ Այո, դու փախնում ես ինչ-որ բանից, բայց ինչ-որ մեկին էլ պետքա մոտենաս, որ կարողանաս հաղթել այս մեղքերին։ Բռնեցեք աղվեսներին։ Ես իմ կյանքում շատ աղվեսներ ունեցել եմ, բռնել եմ, մինչև հիմա էլ կան, ես Տիրոջ առաջ դրանք խոստովանում եմ։ Հաճախ մենք աշկ ենք փակում այդ փոքր բաների, ասում ենք դրանք անշարժ երևույթներ են, դրանք շատ վնաս չեն տալիս։ Մարդիկ եկան այդպիսի քարոզներ են տալիս, ասում են ինչի մասին ես խորացել, այդ փոքր բաների հետևից ես ընկել։ Փոքր բաները շատ վնաս չեն տալու մեզ, շատ չարիք չեն պատճառելու մեզ։ Դրանով դու կարող ես իմանալ այդ մարդու սրտին ինչ կա։ Որտեվ մի հատ փոքր եղեգի, երբ որ քամին այդ փոքր եղեգը շարժում է, դու տեսնում ես քամու ուղղությունը, դու չես տեսնում քամուն, բայց տեսնում ես քամու ուղղությունը։ Այսպեսով նաև կարող ես բացահայտել այդպիսի մարդկանց մտքին ինչ կա, երբ որ նրանք ասում են թողեք հանգիստ մարդկանց,
Մի խոսացեք մեղքերի մասին։ Մի խոսացեք փոքր մեղքերի մասին։ Բայց ինչքան օրինակներ բերեցին, որ փոքրից է սկսում մեծը։ Հիղը ծնում է մի հատ եւ դանդաղ է բազմանում, բայց լվիչները փոքրիկ բաներ են, չէ՞։ Ինչքան արագ են բազմանում, հազարներ են ծնում։ Կամ մորեխները, որ փոքր են իրանք, փոքր մորեխա, բայց որ շատանում են, բազմանում են։ Ինչ են անում, անցնում են այգիներով եւ ոչինչ չեն թողում այնտեղ։ Կենթանի ոչինչ չեն թողում։ Եթե մեր մեջ, եթե քո մեջ կա հոգևոր կյանքի որևէ նշան, եթե քո ճյուղերի վրա կան ողկույզներ, եթե քո ճյուղերը ծաղկած է, մի բան գիտակցի, աղվեսները փորձելու են, սատանան փորձելու է հարձակվի քո վրա։ Դա օտար մի բան մի ընդունիր։ Երբ որ հարձակումներ են գալիս քո կյանքում, օտար մի բան մի ընդունիր։ Սատանան գալիս է, որպեսզի այգու ծաղիկները փչացնի, որպեսզի դու բերք չտաս։ Բայց Տերը ինչ է ակնկալում մեզանից, որ բռնենք աղվեսներին եւ պտուղ բերենք։ Որ պտուղը մնա, այլապես եթե չբռնենք դրանց, պտուղը չի մնալու։ Եվ մենք պետք է մոտենանք Տիրոջը, մենք պետք է շատ ժամանակ անցկացնենք Տիրոջ խոսքի վրա, Տիրոջ մտորումների վրա։ Երբ որ մենք пассив ենք լինում Աստծո գործերի մեջ, մենք ակտիվանում ենք չարի գործերի մեջ։ Միգուցե մենք չենք ակտիվանում, չենք գնում, բայց սատանան այդ պահը օգտագործում է, որպեսզի ակտիվացնի մեզ իր գործերի մեջ։ Դրա համար ջանք արա, բռնիր, սրանք հրամայական եղանակով խոսքեր են, որ մեզ տրված է։ Դու պետք է բռնես։ Այո, Տերը մեզ օգնելու է, որ այսօր մենք այդ աղվեսներին բռնենք։ Հիսուսը մեզ առաջարկում է այսօր միասին այդ աղվեսներին բռնել։ Եվ մենք պետք է բռնենք։ Մենք նաև պետք է մոտ լինենք Տիրոջ եկեղեցուն։ Պետք է մոտ լինենք Տիրոջ եկեղեցուն, որովհետև դա մեր մխիթարությունն է։ Այս վերջերս ես գնացել էի Դիլիջան եւ այնտեղ, եթե գնացել եք Դիլիջան, պարզ լիշ տանող ճանապարհին եղջերուներ են, այնտեղ կովկասյան եղջերուներ են բուծում։ Անտառի մեջ, վայրի պայմաններում եղջերուներ են բուծում։ Գիտեք ինչ են արել, որպեսզի գազանները չմտնեն այդ տարածքը, գայլերը, աղվեսները, գիշատիչները պատնեշ են կառուցել։ Եվ հերիք չի պատնեշը այդ ցանցը, ցանկապատը դրել են, այնտեղ հոսանք են անցկացրել, որ մարդու համար դա չի զգացվում, երբ որ դու դիպչես դրան, դա չի էլեկտրահարում, հոսանքահարում քեզ։ Բայց երբ որ կենթանիները կպնում են դրան այդ ցանկապատին, երբ որ մոտենում են, ուզում են ներս սողոսկել, ներթափանցել, հոսանքը խփում է իրանց։ Ինչի համար եմ սա պատմում, մենք կարող ենք կանխարգելել, որ աղվեսները չմտնեն։ Այո, մտել են, պետք է բռնենք դրանց հարցերը լուծենք, բայց մենք կարող ենք նաև պատ կառուցել, ցանկապատ կառուցել, կանխարգելիչ գործողություններ իրականացնենք, որ դրանք չմտնեն։ Ես չգիտեմ ձեր փոքրիկ մեղքերը, ես չեմ կարող ասել, թե ինչն է ավիրում քո հոգևոր կյանքը եւ ինչն է պատճառը, որ դու այն քանակով կամ այն որակով պտուղ չես բերում, որը պետք է բերեիր, բայց դու ինքդ գիտես դրա մասին։